Գյուրջան Կասկադ, ցանկացած համեմատություն մեր օգտին է։ Հարգելի այնակիցներ, մոտենում է Սև ուրբաթը, հետո Կիբեր 3-շաբթին, հետո նոր տարին, այսինքն շատ-շատերը զբաղվելու են on-line առևտրով, իսկ դա նաև նշանակում է, որ ստեղծարարները ձեզ փորձելու են խաբել։ Եվ հենց հիմա էլ արդեն Facebook-ում կան գովազդներ, որոնք կեղծ կայքերի վրայից են դրվում Հայաստանի վրա թիրախավորված եւ փորձենք կետ առ կետ գնալ, թե ինչ կարելի է անել, որպեսզի ձեզ չխաբեն կամ գոնե մինիմիզացնենք, նվազեցնենք վտանգները։ Ասեմ, որ շատ ավելի մանրամասն տեսանյութ գցել եմ YouTube-ումս, դա կարող եք բիոյում տեսնել ալիքի հասցեն, եւ եթե արդեն հետաքրքրվեք, նայեք ավելի մանրամասն։ Ուրեմն ինչ ենք անում հերթով։ Առաջինը բացում ենք virtual card, վրան գումար չենք պահում առևտուր անելուց առաջ, գցում ենք այդ քարտի վրա գումարը, առնում ենք մնացորդը հանում ենք վրայից, այսինքն եթե նույնիսկ սխալվեցիք վատ կայքից առևտուր արեցիք, ավել փող ձերանից չեն տա։ Հետո մյուսը, եթե դուք տեսնում եք, որ իսկական իրական բրենդի անունից է ներկայանում, ուրեմն այդ բանը կայքը որոնեք Google-ով բրենդի անունը ու համեմատեք հասցեները, եթե տարբերություն տվեց, ուրեմն ձեզ խաբում են։ Մյուսը փորձեք հույս ծառայությունով, ով գլուխ անում է, ով գլուխ չի անում, ասեցի YouTube-ում մանրամասն ցույց եմ տալիս, նայել թե երբ է կայքը գրանցվել։ Սովորաբար զեղծարարների կայքերը մի քանի ամիս կամ շաբաթ առաջ են գրանցված լինում եւ դա նշանակում է արդեն եթե կայքը շատ թարմ է, որ չարժի դրանով զբաղվել։ Մեկ-մեկ դա իրական էլ կարող է լինի, բայց ձեր վրա մի փորձարկումներ արեք։ Մյուս կարևոր բանը փորձեք որոնել Google-ով, մանգալ, մարդկանց հարց փորձ անել, արդյոք այդ կայքից արդեն օգտվողներ եղել են։ Այստեղ մի բան էլ զգուշացնեմ, դուք կարող գտնեք շատ դրական կարծիքներ ու սենց իրար վրա լցված, այն որ սենց զարմանահրաշ դրական են ու ոչ մի հատ բացասական չկա, դա էլ լավ նշան չի, որովհետև սովորաբար այդ զեղծարանները նաև լցոնում են դրական կարծիքները, նույնիսկ ամենալավ կայքը գոնե 1-2 բացասական կարծիք կա մեկ հետ ունեն։ Ընդհանրապես, եթե ձեզ առաջարկում են շատ հետաքրքիր բան, դա արդեն ձեր համար նշանն է, որ դուք պետք է մի հատ հետաքրքրվեք, արդյոք ձեզ լավ բան են առաջարկում, որտեղ սովորաբար աննկարագրելի զեղչերը, ենթադրենք 5-10 անգամ նվազեցումը գնի, արդեն ձեր համար պետք է լինի ազդանշան ստուգելու ու համոզվելու այս իմ ասած մեթոդներից օգտվելու։ Եթե գլուխ չեք հանում այս ամեն ինչից, օգտվեք այն հայտնի հարթակներից, այդտեղ կոնկրետ անուններ չտամ, որ չասեք, բայց դրա անունը ինչու չտվեցիր, բայց գիտեք, մի քանի հատ չինական մեծ հարթակ կա, մի քանի հատ ռուսական, մի քանի հատ ամերիկյան, բոլորը շատ մեծ են ու այստեղ շատ կարևորը ինչն է, նաև իրանք որոշակի պատասխանատվություն են կրում, այսինքն ձեզ խաբեցին, սխալ ապրանք ուղարկեցին եւ այլն, դուք կարող եք կոնկրետ այդ խանութին բողոքարկել եւ պահանջել գումարի վերադարձ, իսկ զեղծարարների կայքերում պարզած ձեզ հետ ոչ ոք չի շփվելու, հենց որ եթե գլուխ չեք հանում, ավելի լավ է օգտվեք ստուգված խանութներից, այսքան։